Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 6-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 6-ին։ Երևում են ողջ քարտերը, այո։ Հարգելի առնետներ, այդ օրը շուտ եք արտանալու քնից կամ կարող եք նաև երկար քնած մնալ։ Եթե շտապ գործերն եք, ուշադիր եղեք, որպեսզի քնած չմնաք։ Նաև այդ օրը կստանաք եւ երկար սպասված ոչ է տեղեկատվություն, նորություն եւ ուղակի, ինչ որ կարող է փաստաթուղթ է, տեղեկատվությունը եւս էլի մեկը երկար սպասված էր, մեկը այդ պահերին է վերաբերվում։ Նաև դա կարող է լինել փաստաթղթի ուղարկում, նամակագրական կապ ոչ մեկի հետ, նաև փաթեթ, որ կստանաք։ Օրվա ընթացքում ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ պետք է նման կենտրոն այցելեք։ Բավականին էմոցիոնալ կլինեք, երեկոյան տանը կլինեք եւ ինչ որ հարցեր են, որոնք կզբաղվեք, հա, տան հարցերով կզբաղվեք, նաև ընտանիքի անդամներից կարող են գալ, նաև տանը կապված ինչ որ բաներ են, հա, որոնք որ կանեք, բայց դա չգիտեմ ինչու երեկոյան ժամին եք անելու դա։ Գուցե տուն եք մաքրում, ամեն ինչ, հետո նոր քնում եք։ Այսքանը ձեզ համար կամ երեկոյան ժամին հյուրեր կարող են գալ ձեր տուն եւ մնան ձեր տանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 6-ին։
Հարգելի ցուլեր, սա տարով ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Այդ օրը եւ երկերեսանի մարդիկ ունեք ձեր շրջապատում, եւ օծեր ունեք ձեր շրջապատում, եւ նախանձում են, եւ օծություն են անում։ Երկուսը միասին կա, տարբեր մարդիկ են այստեղ կամ տարբեր տեղեր եք գնում, այնտեղ նման մարդկանց եք հանդիպում։ Եվ ոչ նորություն կլսեք, տեղեկատվություն, ոչ փաթեթ կողեք ստանալ եւ ելք եք փնտրում այդ հարցին լուծում տալու համար։ Միգուցե ինչ-որ մեկին ապրանք եք ուղարկում, միգուցե ինչ-որ բան է, որ ելք եք փնտրում կամ նամակը ստանում եք, հետո մեջի տեղեկատվության հետ կապված է, ինչ-որ բան է, որ ելք եք փնտրում, հետո ինչ-որ այդ հարցին լուծում տալու համար։ Նաեւ այդ օր ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում ձեզ մոտ, կախված է նրանից, որ ժամանակին գորգրացել եք, էմոցիաների ազդեցության տակ եք եղել, եւ դրա համար հիմա ոնց որ այդ հարցը չի ստացվում անել, չի լինում լուծել, հիշեք որտեղ եք գորգրացել, հենց դա էլ կլինի պատճառը, որ չի ստացվում ինչ-որ մի բան անել ձեզ մոտ այդ օրը։ Նաեւ ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաեւ ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ սիրված կզգաք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, կաղայմանում եք ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ եւ ինքնպես ձեզ շատ լավ եք զգում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 6-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը վիճում եք, ինչ-որ մարդկանց հետ ուշադիր եղեք, վիճում եք, իրար կարող եք փիս-փիս խոսքեր ասել, նաեւ սպասում եք, ինչ-որ մարդկանց, ինչ-որ բանի միգուցե դա է, ուշանում է, չի գալիս, դրա համար եք վիճում, գորգռում, եւ լուսավոր ոչ մի բան տեղի կունենա ձեզ հետ այդ օրը, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Եվ այստեղ երեկոյան ժամն է ցույց տալիս, կամ երեկոյան շատ ուշ եք տուն գնալու, կամ երեկոյան ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, կամ երեկոյան պայմանավորվում եք հաջորդ օրվա համար, ժամ։ Եվ շատ եղեք, այստեղ կարող է ինչ-որ մարդիկ էլ նաև ուղղակի ուշ տուն գան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 6-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը կարող եք սպասել ձեր երկրորդ կեսին, ընտանիքի անդամներից ոչ մեկին, ամուսնուն կամ սպասել ինչ-որ մեկին, ով պետք է գա եւ գործարք կնքեք։ Ոմանց այդ օրը ամուսնության առաջարկ կանեն, կհրավիրեն հարսանիքի, բայց այստեղ տխրում եք, այստեղ ձեզ ցավեցնում են ինչ-որ մարդիկ։ Ինչ-որ բան է ձեզ տխրեցնում։ Հանդիպում, շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Ժամ եք պայմանավորվելու, ուշադիր եղեք, որ չուշանաք, կամ ուղղակի այդ օրը կարող ժամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ եւ հուզված եք։ Հուզված գնում եք այդ պայմանավորվածությանը կամ հուզված եք, որ ի վերջո կարողացաք այդ մարդու հետ ժամ պայմանավորվել, հա, կամ այդ կենտրոնի հետ ժամ պայմանավորվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 6-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը առավոտյան արթնանում եք եւ սկսում եք տատանվել ու տատանվել։ Ինչ-որ մի բան է ձեզ տանջում այդ օրը։ Կարիերայում բարձրունք կունենաք, առաջ խաղացում կունենաք, հենց երկուշաբթի օրը գնում եք եւ ձեզ ասում են բարձրանում ես կարիերայով, բարձրանում ես, ինչ-որ մի բան է տեղի ունենում։ Նաեւ դե կարող է ինչ-որ կարևոր առաջադրանք են տալիս, որը եւս բարձրացնում է ձեր կարգավիճակը աշխատանքի վայրում։ Այստեղ կհանդիպեք ոչ մասնագետի, ով որ տղամարդ է եւ ելք կփնտրեք իրար հետ ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Հետո ինչ-որ մեկ հետ պայմանավորվել եք, սպասում եք, որ գա, սպասում եք, որ ստանաք։ Ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն, ոմանք գործարք կկնքեն, ոմանք ինչ-որ ընտանիքի հետ կապված հարցեր են, որոնք որ կլուծեք, նաեւ հարսանիքի կհրավիրեն ձեզ։ Եվ հանկարծակի լուր ճանապարհ եք գնալու դրանից հետո։ Կարող է իմանում եք, որ ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, ոչ թե դուք եք գնում։ Կամ, հա, լսելուց հետո գնում եք ճանապարհ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նայենք օձերին։ Ինչ է սպասվում օձերից հուլիսի 6-ին։ Օձերին հուլիսի 6-ին։ Խոսքը։
Հարգելի օձեր, ինչ-որ մի բան է ուշանում, կամ կուշանա ինչ-որ 1 ամիս, կամ կուշանա 2.5-ից 3 ամիս։ Կարիերայի մի փոքր առաջ խաղացում ունեք, շատ չէ, բայց տարբերությունը կնկատեք, կարող այնպես ինչ-որ բաներ վստահել, որ զգաք, որ տարբերություն կա աշխատանքի մեջ։ Նաև ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, կամ կայցելեք նման կենտրոն, նաև դա կարող է լինել հիվանդանոց, ինչ-որ մեկին այցելելու կոնկրետ հիվանդանոց։ Եվ հույսով լցված եք, հույսով սպասում եք։ Եվ եթե հիվանդ ունեք եւ հիվանդը լավ չէր, ապա այստեղ դեպի լավն է գնալու։ Դա կիմանաք երեկոյան։ Կասեն, որ արդեն փոփոխություն կա եւ դեպի լավն է գնում հիվանդը։ Եթե դուք եք հիվանդ, ապա այստեղ ապակինում է ցույց տալիս։ Եթե հարազատ էր, ապա եւս էլի ապակինում։ Եթե ուզում եք գնաք հանգստանալու, դա ձեզ այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի, այնպես որ հանգիստ գնացեք հանգստանալու։ Հանգիստ դիմեք այդ օրը տնօրենին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձիերին հուլիսի 6-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը եկեսանի մարդիկ ձեզ բավականին էմոցիաների կհասցնեն եւ կսկսեք տատանվել իրենց ասածի հետ կապված, իրենց միգուցե արածի հետ կապված, ինչ որ պահեր են, որ այդ էմոցիաների ազդեցության տակ կամ բարկացնում են, կամ ձեզ ոգևորում են ինչ որ մի հարցի հետ կապված եւ սկսում եք տատանվել, արժե արդյոք թե ոչ, կամ արժե վիրավորել թե ոչ։ Նաև այդ օրը նոր դռներ են բացվում ձեր առջև, հաջողություն է սպասվում որևիցե հարցում, գուցե հենց դա է, որ ինչ-որ մի բանով փորձում են ձեզ շեղել, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորությունը կարող է նաև պետական աշխատող է։ Օրվա վերջ, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, գնաք աշխատանք փնտրելու, աշխատանքի մասին խոսեք, աշխատանքի վայրում ինչ-որ մի բան տեղի ունենա, նաև պատվերներ եք գրանցում, բիզնես եք բացում եւ ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք, կամ այստեղ աշխատանքի համար դիմում են ձեզ, որ երկար մնաք այդ օրը աշխատանքի վայրում, օգնության կարիք կա կամ նման ինչ-որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։
Ինչ է սպասվում այծերին հուլիսի 6-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը գումար կստանաք, ոմանք նաև կարող են գումար ծախսել։ Երկար սպասված նամակ է կստանալու, տեղեկատվություն, միգուցե փաթեթ է։ Եվ ինչ-որ մի բան է կանգնած, այստեղ օձերի երկերեսանիների պատճառով է, համար կարող եք հուզվել, համար կարող եք նաև արտասվել։ Իրենց պատճառով ինչ-որ մի բան կանգնած, ինչ-որ մի բան դանդաղում է, ինչ-որ մի բան տեղից չի շարժվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 6-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց նաև գրավիրեն հարսանիքի, ինչ-որ պայմանագիր կարող եք կնքել, նաև ընտանեկան կյանք է սա, հարաբերություններն է ցույց տալիս, ձեր եւ ամուսնու, եթե ամուսնացած եք։ Եվ հաջողություն ունեք այդ օրվա ընթացքում, հաջողություն գործերում, ինչ որ կանեք, հանդիպում կամ շփում կունենաք, որ եթե տղամարդու հետ տարեց անձնավորություն է, Շատ եղեք այստեղ նաև հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում։ Եվ ինչ-որ մի բան փայք է, միգուցե այդ տղամարդու հետ է կապված կամ ոչ մասնագետ է, իրար հետ ինչ-որ հարցեր եք լուծում, ինչ-որ մի բան է փայք եւ բավականին էմոցիոնալ կարող եք լինել, որ չի ստացվում դա անել։ Եվ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք ակաղների։ Ինչ է սպասվում ակաղներին հուլիսի 6-ին։ Հարգելի ակաղներ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, որը ձեր տրամադրությունը բնականաբար կբարձրացնի։ Նաև օրվա ընթացքում նորություն կլսեք, միգուցե փաստաթուղթ եք ստանում, միգուցե տեղեկատվություն կամ փաթեթ կամ նամակագրական կապի մեջ կլինեք, պատմում եք այդ լավ լուրի մասին։ Եվ օձեր կան։ Օձեր կան ձեր շրջապատում, այնպես որ ուշադիր եղեք։ Նախանձ մարդիկ, չար մարդիկ, եթե ինչ-որ լավ պահեր եք լսում, լավ պահեր է, այդպես լուր եք լսել, ապա քիչ խոսեք։ Քիչ պատմեք, նախանձում են ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 6-ին։ Հարգելի շներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Նաև այստեղ ուշադիր եղեք ձեր առողջությանը, որովհետև կարող է դե ճանապարհից գլխացավեր ունենաք եւ այլն նման ինչ-որ բաներ կարող են լինել։ Նաև կարող եք այցելել նման կենտրոն, կարող են այնտեղ եք գնում, կամ այնտեղից են մարդիկ գալիս, բուժման այդպես կարող է կանչել եք շտապօգնությունը։ Նաև այստեղ կարող է գնում եք հանգստանալու, հանգստի եք գնում, ձեզ թույլ են տվել, որպեսզի գնաք հանգստանալու։ Օրվա ընթացքում սպասելու եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք որևիցե մասնագետից,
որ ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի։ Նաև այստեղ ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան այդ օրը, ոմանք նաև բիզնես բացեն, բիզնես առաջ տանեն, պետական աշխատողի հետ հանդիպեք այդ օրը։ Աշխատանքի մասին խոսեք, աշխատանքի վայրի հետ կապված ինչ-որ հարցեր լինեն։ Եվ այստեղ անսպասելի կտրուկ գորգռում եք ինչ-որ մեկի վրա։ Կտրուկ քայլ է դա, ինչ-որ մի բան ձեզ կողը դուր չի գալիս եւ գորգռում եք։ Միգուցե աշխատանքի վայրի հետ է կապված, միգուցե աշխատանքի հետ է կապված։ Ինչ-որ պահեր են այստեղ, որ սկսում եք գորգռալ, ձեզանից է կախված։ Գորգռացողը դուք եք, այնպես որ եթե ուզենաք կկարողանաք ամեն ինչ վերցնել ձեր ձեռքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 6-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր։ Այստեղ ինչ-որ կնոջ հետ ելք եք փնտրելու, կամ ինչ-որ կնոջ հաշտվելու հետ կապված դա կարող է լինել, ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, կամ վատ լուր է սա, որ եւ այդ կնոջ հետ փորձում եք ելք գտնել, կամ մխիթարում եք հույսը կնոջ, ինչ-որ բան է այստեղ։ Վիճել եք, իրոք իրար լավ վիրավորել եք, կպել եք իրար եւ հիմա ելք եք փնտրում հաշտվելու համար, ինչ որ կին է։ Եվ այստեղ ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք եւ կսկսեք գորգռալ։ Ինչ որ մարդկանց կմաղադրեք, բայց ընդհանրապես միշտ մենք ենք մեղավոր, երբ որ մեր ձեռքից բան ենք բաց թողնում, այնքան ենք ձգձգում, այնքան ենք մտածում, դե համարել ուշացնում ենք ամեն ինչը։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնցով որ պետք է զբաղվեք այդ օրը։ Կարող լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, նաև դա կարող է լինել ժառանգության հետ կապված հարցեր, վարկի հետ կապված հարցեր նույնպես այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։